Այսօր դուք հանրապետության հրապարակում չտեսաք թեկուզ մի միջոց, որի առաջին օգտագործողը մենք չենք եւ որը արտադրված չէ Հայաստանի Հանրապետության համար։ Զորահանդեսից հետո ու ներկայացված զինատեսակներին է անդրադառնում Հայաստանի վարչապետը։ Տասնամյա ընդմիջումից հետո ինչու է իշխանությունը հիմա որոշել զորահանդես կազմակերպել։ Փաշինյանը պարզաբանում է դադարեցնելու շահարկումները, թե բանակը քանդել են, բարեփոխումներ չեն անում, փոխարենը օտար երկրներում կապիտալ են կուտակում եւ կոռուպցիայով են զբաղված։ Սերժ Սարգսյանը երբ որ ժամանակին ասում էր 80-ականների զենքեր գլուխ էր գովում։ Այդ զենքերը 80-ականների չեն եղել 18 թվի դրությամբ։ Մեր սպառազինության 70 եւ ավել տոկոսը եղել է 70-ականների, 60-ականների, 50-ականների։ Իրանց ժառանգություն թողած բանակը եղել է քանդված։ Այդ որ ասում են կոնսերվի կոկոշներ, կոնսերվի կոկոշները մենակ բարեզբուն իմաստով կոնսերվի կոկոշներին չի վերաբերվում։ Սպառազինության 70%-ը եղել է մաշվածության վերջին աստիճանի։ Զորահանդեսը նաև պատասխանն է պետական պարտքի մասին մեղադրանքներին։ Մեկը կարա հաշվի, քանի միլիարդ դոլարի զենք անցել Հայաստանի Հանրապետության հրապարակով։ Իհարկե չեն հաշվի եւ չեն էլ կարող հաշվել։ Սա մեր պատասխանն է բոլոր նրանց, ովքեր ասում են պետական պարտքը ավելացրել է։ Շատ արտադրողներ կան, որոնք նաև վաճառքի պայման են համարում, որ իրենց ապրանքային վարկի փաթեթով ձեռք բերվեն այդ ապրանքները, որովհետև դա փաթեթային ծառայություն է։ Պետական պարտքի ձևավորման պատճառը ոչ թե այն է, որ շատ դեպքերում մենք փող չենք ունեցել, այլ դա եղել է փաթեթ։ Մեզ առաջարկվել է զուգահեռ ֆինանսական ծառայության սխեմայով, ասինքն ասվել է, որ վարկ վերցրեք եւ առեք, որովհետեւ իրենք ունեն իրենց ռազմաարդյունաբերական համալիրների ֆինանսավորման առանձնահատուկ սխեմաներ։ Հակառակ դեպքում գները էականորեն փոխվում են։ Զորահանդեսին հաջորդած ճեպազրույցում վարչապետը նաև երկրի տնտեսական մեծ հեռանկարին է անդրադարձել։ Խոսելով այն ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում, Նիկոլ Փաշինյանը կրկնել է. Հայաստանը ոչ միայն առայժմ չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլև մտադիր է գործարկել լծակներն ու ներգրավվածությունը մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար։ Հայաստանը շարունակում է արտահանման ու ներմուծման շուկաների դիվերսիֆիկացիան։ Հայաստանի զարգացող տնտեսությանը ես որևէ սպառնալիք չեմ տեսնում։ Ընդհակառակը հիմա Հայաստանի տնտեսության համար բացվում են անծայրածիր հնարավորություններ։ Այդ հնարավորությունների անկյունակարը եւ առածքը TRIP նախագիծն է, եթե դուք այսօր առավոտյան տեսել եք նախագահ Թրամփի գրառումը, դուք նկատած կլինեիք, որ արևելք արևմուտք էներգակիրների տարանցման ճանապարհին TRIP նախագիծը գոնե Միացյալ Նահանգների տեսլականով եւ տրամաբանությամբ ունի առանցքային նշանակություն։ Իսկ Միացյալ Նահանգները էներգակիրների ամենամեծ սպառողներից է աշխարհում եւ միայն այդ տրանզիտի հնարավորությունները լիուլի բավարար են Հայաստանի բոլոր կարիքները հոգալու համար։ Մայիսի 26-ին Հայաստանի ու ԱՄՆ-ի ստորագրած փաստաթղթերից մեկը վերաբերում էր հանքանյութերի ու հազվագյուտ հանածոների արդյունահանմանը։ Վարչապետ Փաշինյանը դրա վերաբերյալ մանրամասնում է հանքարդյունաբերության ոլորտը վերջին տասնամյակներում էականորեն փոխվել է։ Արհեստական բանականության զարգացման համատեքստում էական նշանակություն են ձեռք բերել հազվադեպ միներալները։ Եթե որոշ միներալներ 40-50 տարի առաջ գիտական հետաքրքրությունից բացի ոչ մի այլ հետաքրքրություն չեն առաջացրել, այսօր կարևոր նշանակություն ունեն տնտեսության, արտադրության, արդյունաբերության, արհեստական բանականության ու տեխնոլոգիական ապրանքների արտադրության համար։ Այստեղ մի շատ կարևոր ծրագիր կա, որը մենք Միացյալ Նահանգների հետ պիտի իրականացնենք, դա Հայաստանի ընդերքի ուսումնասիրությունն է ժամանակակից տեխնոլոգիաներով եւ ժամանակակից տնտեսության պահանջներին համապատասխան։ Հուշագրում խոսվում է Հայաստանի երկրաբանական կարողությունների զարգացման մասին, որովհետեւ նաեւ հիմա ընդերքը միշտ չի, որ հորատումով են հետազոտում, տիեզերական արդեն տեխնոլոգիաներ կան, որ երկրի սկանավորմամբ նաև որոշակի ավելի կոնկրետ տեղեր են տեղորոշվում։ Ես նկատի ունեմ ըստ էության Միացյալ Նահանգների հետ մենք աշխատելու ենք Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ, որովհետև եթե նույնիսկ նախնական տվյալներ կան, դրանք չեն հետազոտվել։
Այն, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող որոշ ապրանքների հետ կապված խնդիր կա, Փաշինյանն ասում է, նախկինում էլ այդպիսի իրավիճակներ պարբերաբար եղել են։ Դրանից խուսափելու միակ տարբերակը արտադրանքը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելն է։ Այս դեպքում արտահանման որևէ խնդիր գոյություն չունի, եւ այդ ստանդարտներին համապատասխանող ապրանքի համար բաց է աշխարհի 7 միլիարդանոց շուկան։ Բարձր ստանդարտներին համապատասխանող ապրանք ունենալն ի դեպ պետք է նաեւ Հայաստանի սպառողին, եւ պետությունն ըստ վարչապետի տարբեր ծրագրերով աջակցում է տնտեսվարողներին արտադրությունն արտիականացնելու համար։ Ռուսաստանից հայտարարություններ են ստացվում, թե եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, միակողմանի կարող են չեղարկել արտոնյալ պայմաններով Հայաստանին գազ մատակարարելու մասին համաձայնագիրը։ Նիկոլ Փաշինյանը նշում է, առաջին անգամը չէ, որ պարզաբանման կարիք ունեցող հարցեր են ծագում։ Նախկինում դրանք աշխատանքային կարգով լուծվել են, հիմա էլ այդպես կլինի։ Հայաստանի ղեկավարը եւս մեկ անգամ ընդգծում է. մեր երկրի եւ Ռուսաստանի հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են, եւ դա համարում է դրական տրանսֆորմացիա։ Հայաստանը այլևս այն երկիր չի, որ պլեջի կամ ծիպուլի հույսին է, եւ երբ որ հանկարծ լուր տարածվի, որ կարտոշկի գինը 5 դրամով բան է անում, բարձրանում է ժողովրդի ճնշումը բարձրանա։ Հայաստանի Հանրապետությունը այլևս հազարների եւ տասնյակ հազարների երկիր չի, Հայաստանի Հանրապետությունը միլիարդների եւ տրիլիոնների երկիր է։ Կրկնում է, Հայաստանը չի հրաժարվելու իր ռազմավարությունից, որևէ դեպքում չհայտնվել իրավիճակում, երբ չկա այլընտրանք, լինի դա տնտեսության մեջ, քաղաքականության, անվտանգային թե մեկ այլ բնագավառում։ Երբ որ հայտարարություններ են հնչում, որոնք իրենց խորքում սպառնալիք են պարունակում, տնտեսական կամ որևէ այլ, այդպիսի հայտարարությունները եւս մի փաստարկ են, որ X պահի պետքա որոշումներ կայացնել եւ բալանսի բերել բոլոր հարաբերությունները, այդ թվում եւ տնտեսական։ Ներքաղաքական թեմաների մասին Հայաստանի վարչապետը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Ուժեղ Հայաստան կուսակցությունից հնչած այն հայտարարության առնչությամբ, թե ինքը հաստատել է, որ Հայաստան է բերելու 300,000 ադրբեջանցի։ Անդրադառնալով Սամվել Կարապետյանի դեմ ներկայացված նախորդ երկու հայցերին ու նրա հայտարարություններին, որ Փաշինյանն իրեն դատի է տալիս ու գումար պահանջում, վարչապետն արձագանքում է. Եթե նա արդեն սկսել է անհանգստանալ դատական հայցագնի վերաբերյալ, նշանակում է իր բանի հարստության չափերի մասին լուրերը խիստ չափազանցված են։ Փաշինյանը մեկնաբանում է նաև մեծ արձագանք ստացած «Ինչու չեք զոհվել» արտահայտությունը։ Ասում է, այդ խոսույթը վերաբերում է Ղարաբաղի պսևդոէլիտային եւ նրանց հարակից շրջանակներին։ Եվ դա ճիշտ խոսույթ է, որովհետեւ նրանք քիչ չի փախել են, բառից բուն իմաստով փախել են Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, հիմա էլ եկել են, ուզում են Հայաստանի ժողովրդին կրկին ներքաշեն պատերազմի մեջ։ Եվ այդ խոսույթը վերաբերում է ոչ թե նրանց, որ կարող էին զոհվել եւ չեն զոհվել, այլ նրանց, ովքեր ընտրել են, որ իրենք պետք է ոչ մի պարագայում չզոհվեն։ Փաշինյանը հայտարարում է Ղարաբաղի այսպես կոչված պսևդոէլիտային արմատախիլ է անելու։ Այսօր նրանք Ղարաբաղի մեր ժողովրդին չեն թողում տնավորվեն։ Մենք պլանավորել ենք առաջիկա 10 տարում 800 միլիարդ դրամ հատկացում անենք, որ այդ ժողովուրդը վերջոտ տնավորվեն, հանդարտվեն, հանգստանան, պանդուխտի եւ գաղթականի հոգեբանությունից դուրս գան, բայց այդ փոքր փախած պսևդոէլիտա չի ուզում հանգիստ տալ ժողովրդին։ Հետևաբար այդ պսևդոէլիտայի գործունեությունը պետքա զրոյացվի։ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ առաջիկայում հրապարակեն Ղարաբաղի պսևդոէլիտայի Հայաստանում ունեցվածքի ցանկերը, որ պատկերն ավելի պարզ լինի։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։